Բարերեկո ծովինար, բարերեկո սիրելի հեռուստադիտողներ, վարչապետի սանձազերծած հակաեկեղեցական աղմկոտ արշավի ֆոնին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այսօր ժողով է հրավիրել Գերագույն հոգևոր խորհուրդը։ Մեր հոգևոր հայրերի հավաքը, որ անցնում է փակ դռների հետևում, սկսվել է մոտ 1.5 ժամ առաջ։ Ենթադրվում է, որ ժողովի ավարտին հոգևոր խորհուրդը պաշտոնապես հայտարարություն կտարածի գդատապարտի Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական աննախադեպ ստատուսագրությունը։ Ինչպես արդեն գիտեք, հոգևորականներին վարկաբեկող վիրավորող ստատուսների շարքը արդեն 3 օր է չի դադարեցնում Փաշինյանը։ Այսօրվա ստատուսում նա ուղիղ թիրախավորում է ամենայն հայոց հայրապետին։ Փաշինյանը մոտ 3 ժամ առաջ Facebook-ի իր էջում գրել է, որ մեջբերեմ, եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի արկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Գերագույն հոգևոր խորհրդի այս ժողովը տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի առաջին աղմկոտ գրառումից մոտ 3 օր անց։ Այս ընթացքում եկեղեցին պաշտոնապես լռություն էր պահպանում, չնայած առանձին հոգևորականներ հրապարակային արձագանքում էին Նիկոլ Փաշինյանին։ Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հետևորդները անհանգստանում էին, որ եկեղեցին անմիջապես կոշտ պատասխան չի տալիս վարչապետին։ Խնդիրն այն է, որ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը ամենայն հայոց կաթողիկոսը հանրապետությունում չէր, նոր է վերադարձել Շվեյցարիայից։ Այնտեղ, ինչպես արդեն գիտեք, եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հավաք է անցկացրել, պահանջելով պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը, ազատ արձակել հայ գերիներին եւ պահպանել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Ըստ որոշ վերլուծաբանների, նաև այս փաստն է հունից անել Փաշինյանին, նրան առիթ տվել պատերազմ հայտարարել հայ առաքելական եկեղեցուն։ Հայտնի է, որ Փաշինյանի կաբինետը նպատակահարմար չի համարում արցախցիների իրավունքի պաշտպանության հարցը ընդգրկել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ծովինար այս պահին հոգևոր խորհրդի ժողովը դեռ շարունակվում է, նորություններ լինելուն պես մենք կրկին կմիանանք։ Ծովինար